ՊԵԿ-ը 34 միլիարդ դրամ ստվերային շրջանառությամբ սերվեր է հայտնաբերել, ինչի արդյունքում տվյալ բիզնեսը ստիպված կլինի լրացուցիչ 10 միլիարդ դրամ հարկ վճարել։ Կեղծ նույնականացման համարանիշով մեծաթիվ մեքենաների ներմուծման գործով ունենք հավելյալ 1,5 միլիարդի հարկ։ Վերջին շրջանին խոշոր այս բացահայտումների շնորհիվ է նաև, որ բյուջեի մուտքերը գերակատարել են։ 9 ամսվա ցուցանիշներն է հպարտությամբ ամփոփում Պետեկամուտների կոմիտեի ղեկավարը։ Ապահովել է 2 տրիլիոն 13 միլիարդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, որը նախնական սահմանված ծրագրային ցուցանիշից բյուջեով ավել է 13,4 միլիարդ դրամով, իսկ վերանայված ցուցանիշից 7,4 միլիարդ դրամով։ Եթե խոսենք անցած տարվա նկատմամբ դինամիկայի մասին, ապա մոտ 14%-անոց աճ ունենք։ Էդուարդ Հակոբյանը պնդում է հարկերի հավաքագրմամբ տնտեսական աճից առաջանցիկ տեմպ ունեն, գոհ է ՀԴՄ-ներով ֆիքսվող անկանխիկ շրջանառությունից ու առհասարակ համակարգի աշխատանքից։ Ոլորտ չկա, վրիպի իրենց ուշադրությունից անգամ մարզասրահ սպորտային կառույցներն են ստուգում։ Թաքցվող մեծ փողերը որտեղ են, հստակ գիտեն։ Մեր ստվերային շրջանառությունները ավելի շատ կենտրոնացված են լինում շինարարությունում եւ առևտրում։ Կառուցապատողները կանխիկով բնակարան վաճառելու հին հնարքներին ավելացրել են համակարգչային նոր լուծումներով խարդախությունները։ ՊԵԿ-ի խնդիրն է արհեստական բանականության գործիքներով ֆինանսական հետախուզության իր կարողություններն այնպես ավելացնել, տնտեսվարողների համար թանկանա տեխնոլոգիական նման որոշումներ կիրառելն, ասում է Հակոբյանը։ Խոսքը իրանց ծև հաշվապահությունը տարբեր սերվերային համակարգերում ֆիզիկականից սկսած մինչև անպային լուծումներ պահելն է։ Հիմա դրա բացահայտելու ճանապարհը նա է, որ մենք է թվային հագեցած լինենք։ Թվային լուծումներով հսկողությունն ուժեղացնելու հարցում հարկահավաքների թիրախում նաև խաղային ոլորտն է։ ՊԵԿ-ի հասցեին գործարարների հնչեցրած մեղադրանքներին, թե օպերատիվ ստուգումներով ու տուգանքներով կոշտ քաղաքականություն են վարում, կոմիտեի նախագահը չի ընդունում։ Համաձայն չէ նաև Հայաստանի պես զարգացած IT ունեցող երկրում, ինչու է հարկային հաշվետվությունների համակարգն անընդհատ խափանվում քննադատությանը։ 9 ամսվա կտրվածքով այդ այսպես ճակերտավոր ասած խափանումները, որը մեր լեզվով նշանակում է, երբ համակարգը անհասանելի է, ծանրաբեռնված է կամ սպասարկման ժամանակ անջատումներ են լինում, դա կես տոկոսը չի գերազանցում։ Այսինքն 99.5% դեպքերում համակարգը աշխատում է եւ մեր հարկվճարողները կարողանում են նորմալ հաշվետվություններ գեներացնել։ Հակոբյանն անդրադարձավ բոլոր սպառողներին վերաբերող ըստ որոշ գնահատականների ապրանքների դրոշմավորումը QR-ով դարձնելու արդյունքում թանկանալու խնդրին։ Պարզաբանում է, այնպիսի համակարգ են փորձում ստանալ արտադրությունից մինչև վաճառք հատիկ առ հատիկ կարողանան հետևել ապրանքի սպառմանը։ Ստվերի կրճատում Նայո Գինունի։ Գների աճ կարող է տեղ ունենալ, նորմալ է, որտեղ եթե խոսում ենք ինչ-որ նոր QR կոդի մասին, որը արժեք ունի, պարզ է այդ չափով ինքը եւ նաեւ տպագրության արժեքով գնի փոփոխություն է անում, բայց ժամանակի ընթացքում այս հիմա ասած մրցակցության մեջ ինքը աշճանաբար այդ խնդիրը վերանալու է։ Քաղաքացիներին հուզող մեկ այլ խնդիր Երևան ժամանող չվերթեր կան, գրեթե բոլոր ուղևորներին մաքսազերծման կարմիր ուղի են ուղարկում, սկանավորում ճամպրուկները, որովհետև ՊԵԿ-ն էլ գիտի ինչ է կատարվում, օրինակ Դուբայի օդանավակայանում, որտեղ մարդիկ կան, անծանոթներին մոտենում, խնդրում են թանկարժեք հեռախոս բերել Հայաստան, այստեղ իրենց տալ։ Ընդհուպ միջև օրինակ բացի օդանավակայանից կա երևույթ, որ հենց օդանավի մեջ բաժանում են օրինակ հեռախոսները։ Այսպիսի բան էլ կա։ Ես բաց խոսում եմ, այսինքն պետք է ախտորոշենք իրավիճակը։ Մոտ 1,5 ժամ տևած ասուլիսի ընթացքում ՊԵԿ ղեկավարն անդրադարձավ ներմուծումների մաքսային ձևակերպումներն արագացնել բեռը բաց թողնելուց մինչև Երևանի համար կառուցվող նոր սպասարկման սրահի ու եկամուտների հայտարարագրման թեմաներին։ Դրա ավտոմատ լրացման նորույթը հետ քայլ չի համարում։ Հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետ նոյեմբերի 1-ից մեկ շաբաթ առաջվա դրությամբ եկամուտները պարտաճանաչ երկրում լրացրել հանձնել է 133,000 քաղաքացի, 51,000-ը սոցիալական կրեդիտ է ստացել։ Հերմինե Բաղդասարյան, լուրեր։